Անշարժ գույք Հունաստանում եւ Ռուսաստանում 100 հազարավոր եվրոների եւ միլիոնավոր ռուբլիների փոխանցումներ։ Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ընտանիքին վերագրվող ունեցվածքի զգալի մասը ըստ դատախազության հանցավոր ծագում ունի։ Դատարանի առաջ է կանգնել Կոստանյանի կինը Լիլիթ Կոստանյանը։ 2018 թվականի հեղափոխությունից հետո մարտի 1-ի գործով անցնող Կոստանյանը հրավիրվում է դեռ այդ ժամանակ գործող հատուկ քննչական ծառայություն։ Նա հայտնում է, որ գտնվում է արտերկրում եւ 15-20 օրվա ընթացքում կվերադառնա, սակայն այդպես էլ չի վերադառնում։ 2019-ի վերջին Կոստանյանին մեղադրանք է առաջադրվում։ Դեկտեմբերի 4-ին դատարանը բավարարում է նրան կալանավորելու միջնորդությունը։ Ըստ դատախազության նրա կինը Լիլիթ Կոստանյանը օգնել է ամուսնուն հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու գործընթացում։ Խոսքը 400 հազար եվրոյի եւ 16 միլիոն 175 հազար ռուբլու մասին է, որոնք համարժեք են 360.5 միլիոն դրամի։ Այս պահին դատարան է ուղարկված Գևորգ Կոստանյանի կնոջ Լիլիթ Կոստանյանի վերաբերյալ դրվագը։ Նշեմ, որ Կոստանյանները բացի մարտի 1-ի հետ կապված գործից մեղադրվում են նաեւ չարաշահումների եւ փողերի լվացման մեջ եւ այս պահին դատարանում գտնվում է կնոջ դրվագը, որովհետեւ Կոստանյանը հետախուզման մեջ է, կինը Հայաստանի Հանրապետության տարածքում է եւ կարող ենք առկա ձևաչափով դատաքննություն իրականացնել։ Լիլիթ Կոստանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, գործը հակակոռուպցիոն դատարանում է։ Դատախազությունում համոզված են նաև, որ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին Կոստանյանները ձևականորեն ամուսնալուծվել են, ինչը հնարավորություն է տվել թաքցնել կնոջ կողմից կատարված փոխանցումների անշարժ գույքեր ձեռք բերելու հանգամանքները, քանի որ Լիլիթ Կոստանյանն ազատվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից։ Ըստ գործի նյութերի 2006-ից 2019 թվականներին Գևորգ Կոստանյանը ստացել է հանցավոր ծագում ունեցող եկամուտներ գույքի եւ դրամական միջոցների տեսքով։ Լիլիթ Կոստանյանի անվամբ Հայաստանում եւ տարբեր երկրներում բանկային փոխանցումների միջոցով ձեռք է բերվել մի շարք անշարժ գույքեր, այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացած գումարների մի մասի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները եւ պատկանելությունը։ Լիլիթ Կոստանյանը ամուսնու հետ փոխկապակցված անձ Արման Գալստյանին 2017 թվականի մարտի 1-ին տվել է լիազորագիր, որով էլ նա շուրջ 16.1 միլիոն ռուբլիով Մոսկվայի շրջանի Խիմկի քաղաքում գտնվող ոչ բնակելի տարածքներ է ձեռք բերել։ Գալստյանն անցնում է նաև նախկին պաշտոնյայի, նրա կնոջ եւ ընտանիքի հետ փոխկապակցված այլ անձանց վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Ամուսինները անշարժ գույք են ձեռք բերել նաև Հունաստանում։ Այս անգամ կինը ամուսնու հետ փոխկապակցված անձ Արթուր Խաչատրյանին է լիազորել իրարունից անշարժ գույքեր գնել։ 400 հազար եվրո է փոխանցվել 4 բնակարան գնելու համար 54, 73, 87 եւ 90 քառակուսի մետր մակերեսով։ Դրանք գտնվում են Աթենքի մարզի Էղալեո քաղաքում։ Հունաստանում անշարժ գույք է ձեռք բերվել նաև 2019 թվականի հուլիսին, այս անգամ Ալիմոս քաղաքում 124.30 քառակուսի մետր մակերեսով բնակարանը եւ 5 քառակուսի մետր մակերեսով պահեստը։ Այս անշարժ գույքերը Լիլիթ Կոստանյանի անվամբ գրանցելով Գևորգ Կոստանյանը դարձել է դրանց փաստացի սեփականատերը։ Դրանք տվել է վարձակալությամբ յուրաքանչյուր գույքի համար ամսական 200-ից 1000 եվրո վարձավճարի դիմաց։ Ըստ դատալեքսում առկա տվյալների Լիլիթ Կոստանյանն աշխատում է հանրային երկրորդ հեռուստաընկերությունում, հաղորդավար է։ Ֆակտոր TV-ն ուսումնասիրել է լրատվամիջոցի հրապարակած տեսանյութերը եւ նյութերը, սակայն այդպես էլ որևէ հաղորդում չի գտել, որը կվարեր Լիլիթ Կոստանյանը։ Խորհրդարանում Աննա Վարդապետյանը հայտնել է նաեւ, որ Գևորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել։ Ռուսաստանը նրան արտահանձնելու համաձայնություն չի տվել։ Դատախազությունը կրկին առաջիկայում հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն, խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը։ Լիլիթ Կոստանյանի փաստաբանական խումբը Ֆակտոր TV-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին գործի վերաբերյալ մեկնաբանություն տալը նպատակահարմար չեն գտնում։ Լիլիթ Կոստանյանը բավականին ակտիվ է Facebook-յան էջում, գրառումներ է անում հասարակական եւ քաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ։ Դեռևս 2019-ին Գևորգ Կոստանյանը հայտնել էր, որ պայմանագիր է կնքել Ռուսաստանի դատախազության համալսարանի հետ տեղում դասախոսելու նպատակով։ Ուսումնական կիսամյակի եւ քննական շրջանի ավարտից հետո պատրաստվում է վերադառնալ Հայաստան, սակայն այդպես էլ չի վերադարձել։